Վենս Ալիև հանդիպմանը հայտնի է, որ քննարկվել է գերիների ազատ արձակման հարցը։ Այսքանը բավարար է լուծում սպասելու համար։ Իհարկե ոչ։ Բայց ինքնին իրենց կողմից պաշտոնական հայտարարությունը տվյալ դեպքում Վենսի մամուլի խոսնակի կողմից արդեն ազդակ է, որ ինչ որ դրական միտում կարող է լինել, որովհետև սովորաբար այս մակարդակում զգուշավորությունը շատ մեծ է լինում հանրային խոսքի հանդեպ եւ դժվար թե իրենք հրապարակայնացնեին, որ օրակարգում այսպիսի հարց կար, առանց վստահ լինելու, որ ինչ որ մի դրական քայլ կլինի, բայց հարցն այն է, թե այդ դրական քայլը ինչպիսին է, եւ այս առումով նաեւ հիշեցնեմ, որ Թրամփի խոսքն էլ կա, որը փոքր տեսանյութ էր օգոստոսի 8-ին, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որ ասել էր այո 23 քրիստոնյա բանտարկյալների մասին է խոսքը, ես որ խնդրեմ դժվար Ալիևը մերժի, արդեն 6 ամիս է անցել, ոչ մի առաջընթաց չկա, ու ամերիկյան իշխանությունների կողմից նաեւ արժանապատվության հարց է, որ այստեղ պետք է իրենք լուրջ առաջընթաց արձանագրեն, որպեսզի նախագահ Թրամփի խոսքն էլ պահվի, ու կարծում եմ նաև Վենսի միջնորդությունը կամ ջանքերը այս այցի օրակարգում ներառելը պայմանավորված է նաև Թրամփի այդ խոսքով։ Վենսի Երևանյան այցի ժամանակ արցախցիների հավաք կազմակերպվեց։ Ոչ միայն արցախցիների, բայց այո, նաև մենք էինք։ Չէ, ես ուզում եմ հիշատակել կոչը Արցախի ազգային ժողովի ամերիկյան կողմին Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար։ Որևէ արձագանք եղավ սրա։ Ես տեղյակ չեմ որևէ արձագանքից, տարբեր կոչեր, հայտարարություններ, հրապարակային եւ փակ նամակներ ուղղվել են Վենսին, առաջնահերթորեն նաև Արցախի ղեկավարության կողմից, այդ թվում ես եւ Գեգամ Ստեփանյանը որպես մարդու իրավունքների պաշտպաններ, ես նախկին ինքը գործող, կրկին դիմել ենք եւ նաև Սպիտակ տան ուղիղ խողովակն ենք օգտագործել նամակների ներկայացման, առ այսօր որևէ արձագանք չկա, հրապարակային է չկա, որից բնականաբար տեղյակ եք, բայց ես կարծում եմ, որ նման նամակները եւ արցախյան տարբեր ներկայացուցիչների եւ նաեւ հայաստանյան քաղաքասարակության իրենց նշանակությունը ունեն եւ գեներացնում են լրացուցիչ ճնշում ու քաղաքական օրակարգ, որպեսզի իրենց օրակարգում դա կարևոր տեղ գրավի, բայց այստեղ գլխավոր գործոնը Հայաստանի իշխանությունների անելիքն է, որը առնվազն հրապարակային չի երևում ու որը արդեն անհանգստացնում է իշխանությունների անելիքը Վաշինգտոն-Երևան շփումների այո, միանշանակ Երևան-Բաքու չէ, առաջին հերթին Երևան-Վաշինգտոն, որովհետև Երևանը այո ունի որոշակի լծակներ, ունի որոշակի խաղաքարտեր եւ ուներ, որոնք չի կիրառել բավարար չափով գերիներին վերադարձնելու համար, բայց գլխավոր լծակն ու խաղաքարտը միջնորդ կողմն է, Վաշինգտոնն է։ Եվ ես կարծում եմ լավագույն հնարավորությունը եղել է օգոստոսի 8-ին, չիրացված հնարավորությունը, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի ամերիկյան կողմին ասեին, որ մենք առանց գերիների վերադարձի այս փաստաթղթերը չենք նախաստորագրի։ Այդ դեպքում ես վստահ եմ, որ ամերիկյան կողմը բավարար ճնշում կգործադրեր ու կհասներ այդ խնդրի հանգուցալուծմանը, բայց հայաստանյան կողմի համար այլ բաներ ավելի առաջնահերթ են եղել եւ գերիների հարցը մենք առ այսօր տեսնում ենք, որ բավարար առաջնահերթություն չի համարվում։ Հարգելի Արտակ, ինչ է հայտնի ձեզ Ռուբեն Վարդանյանի դատավարության ավարտից։ Խոսք է հնչել, կա ամբողջական խոսքի մասին։ Ոչ, միայն այն գիտեմ, ինչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հրապարակել է, դրանից ավելին տեղյակ չեմ, որքան հասկանում եմ, նաև իրավաբանները, իրավապաշտպաններն էլ
դեռևս տեղյակ չեն ավելի։ Իսկ կարևոր է Բաքուն ինչ դատավճիռներ է կայացնում այս կամ այն անձի նկատմամբ։ Վերջնարդյունքի առումով կարևոր չէ, գնի առումով կարևոր է։ Այսինքն բնական է մարդ ինչքան ճակերտավոր ասած ծանր հանցագործության մեջ է մեղադրվում ու ճակերտավոր ազատ արձակման գինը բարձր։ Այո, ազատ արձակման գինը բարձր է, բնական է։ Բայց մենք հիշենք, որ շատ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող տարբեր անձինք արդեն վերադարձվել են, այդ թվում Վագիվ Խաչատրյանը ցեղասպանության հանցագործության մեջ մեղադրվել ու ճակերտավոր դատապարտվել է ու վերադարձվել է։ Այսինքն այստեղ բան չկա, օրինաչափություն չկա, միակ օրինաչափությունը Ալիևի քաղաքական կամքն է եւ երկրորդը լոգիստիկ, այսպես ասած, օրինաչափությունն է, որ իրենք առանց ճակերտավոր դատապարտելու ոչ մի հայի բաց չեն թողում։ Փորձում են ցույց տալ, որ բոլորը անցել են ադրբեջանական լավագույն արդարադատության լծիներ տակով։ Այսինքն առանց քաղաքական առևտրի այստեղ ավարտական լուծում սպասելը միանշանակ հնարավոր չէ ու սա բացառապես քաղաքական լուծում ունի, որովհետև նաև իրենք այնտեղ շինծու դատավարությունների առջև կանգնում են զուտ քաղաքական նկատառումներից ելնելով։ Վերջին խումբը, որ հայերի վերադարձել են, իրենց կամքով են եկել, թե վտարվել են։ Նկատի ունեք Արցախից տեղահանվածները, իրենք չեն կարող համարվել վերադարձածներ, դա Արսեն Թորոսյանի քաղաքական երևակայության կամ մոտիվացիայի հետևանք է։ Արսեն Թորոսյանը որպես վերադարձածներ է ներկայացրել։ Արսեն Թորոսյանը մեղմ ասած բացարձակ սխալ է թույլ տվել, այլ հարց է թե սայթաքել է, թե դիտավորյալ է այդպես ներկայացրել, եթե իրենք իրենց հայրենի քաղաքից իրենց կամքից անկախ բռնի կերպով, այսպես ասեմ, տեղահանվել են, հիմա հանգամանքներ վտարել են այդ մարդկանց։ Այո, վտարել են, որովհետև վերջին ամիսներին իրենք ապրում էին մի փակ տարածքում, մինչև այդ էլ այդքան էլ լավ վիճակում չէին, ազատություն բավարար չունեին, բայց խիստ վերահսկողության ներքո էին, հետո մի օր ուղղակի իրենց մեքենան նստացրեցին, չասացին թե ուր են տանում, երբ եկան հասան անցակետը Հակարի կամուրջի մոտ, իջեցրեցին մեքենաներից եւ ստիպեցին, որ փաստաթղթեր ստորագրեն դիմում իբր, թե իրենք ուզում են տեղափոխվել, ոչ վերադառնալ, տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Սա հստակ մեր բռնի տեղահանման sense բարեկիրթ փաթեթավորմամբ շարունակությունն է, բայց ինքնին իրենք բռնի տեղահանվածներ են եւ տեղահանվել են, ոչ թե վերադարձել են։ Որտեղ է վերադառնում, եթե մարդը իր հայրենի քաղաքից է մեկնում ուրիշ տեղ։ Այո, եկել եմ մայր հայրենիք, ոչ մի տարբերություն Արցախն ու Հայաստանը բոլորիս հայրենիքն է, բայց իրենց հայրենի քաղաքից իրենք վտարվել են եւ այլևս չեն կարողանում վերադառնալ։ Դուք նրանց հետ շփում ունեցել եք։ Անուղղակի կերպով, ոչ ուղղակի կերպով։ Եվ շատ-շատերը չեն էլ ուզում շփվել, բայց հենց իրենցից են իմացել, իրենց մեկից, որ իրենց վտարել են այս մեթոդով, միայն մեկը, որը Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք էր տվել դատարանում, մենք ասում ենք գիպսի միշիկ, ճիշտն ասած չեմ հիշում ազգանունը, միայն ինքը վերջին պահին աղիողորմ խնդրել է ադրբեջանական կողմին, որ ինձ Հայաստանի Հանրապետությունում կսպանեն, հասկանալով, որ շատ վատ բան է արել, կեղծ մատնություն է արել, եւ իսկ այդ մատնությունը արել են։ Իհարկե արել, կեղծ։ Այսինքն Ռուբեն Վարդանյանի դեմ այնպիսի ցուցմունքներ է տվել, որ ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը կապ չի ունեցել որևէ բանի հետ։ Ուղղակի ստիպել են, միգուցե գումար են տվել, միգուցե, չգիտեմ, խոշտանգումների են ենթարկել եւ այլն, բայց արդյունքում ադրբեջանցիները
վերջին պահին խնայել են իրեն էլ չեն վտարել փաստացի, ինքը կամ միակն է, կամ միգուցե մի հոգի էլ կա, բայց որքան տեղյակ եմ, Ես դա ուզում եի հարցնել, 2 հոգի են հիմա մնում։ Իմ տեղեկություններով միայն պետք է լինի գիպսի միշիկը, բայց ոնց որ որոշակի աղոտ տեղեկություններ կան, որ միգուցե երկրորդ անձն էլ կա, դրա համար վստահ չեմ կարող ասել։ Մենք չնշեցինք Ֆրանսիայի սենատի բանաձևը այս վերջին օրերին գերիների ազատ արձակման պահանջով ունի որևէ կշիռ այս փաստաթուղթ։ Ընդհանրապես ցանկացած փաստաթուղթ կշիռ ունի տեղեկատվական դաշտում, առնվազն քաղաքական օրակարգում պահում է թեման եւ որոշակի չափով նաեւ տեղեկատվական ճնշում է գեներացնում, բայց ընդհանուր առմամբ բռնապետ Ալիևի համար նմանատիպ փաստաթղթերը այդքան էլ էական չեն։ Ալիևը որքան էլ բռնապետ ու ցեղասպան է, բայց միևնույն ժամանակ բավականին պրագմատիկ գործիչ է։ Այսինքն Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորումը նաև կարևոր է իրենց համար, բայց մյուս կողմից գործադիր իշխանությունը բավականին կարգավորել է Ֆրանսիայի գործադիր իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերությունները հայտարարակ ձևով, այսինքն աչք փակելով, թե Ալիևը ինչ է արել Նոր Կալեդոնիայում իրենց հանդեպ եւ այլն, եւ իրենց բոլոր նախկին հայտարարությունները մոռանալով Արցախի մասով, բայց մյուս կողմից իրենք նայում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, երբ տեսնում են Հայաստանն ու Ադրբեջանը ճակերտավոր բարեկամանում են, Ֆրանսիան ինչու պետք է վատամարդ դառնա, եթե մարդկային հարաբերությունների անալոգով խոսենք, եւ արդյունքում բավականին արդեն բարելավել են հարաբերությունները, այս կողմից լավ է, որ Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունը ճնշում է գործադիր իշխանության վրա, եւ իրենք պարտավորված են քաղաքական առումով նաեւ այդ ձայնը հաշվի առնել։ Այսինքն ուղիղ ճնշում չէ Ալիևի վրա, բայց անուղղակի կարող է ազդել։ Իհարկե նաեւ օրինակ կարող է ծառայել այլ երկրների օրենսդիրների համար։ Իսկ Ալիևին, որ նշում եմ պրագմատիկ է, Ալիևին պետք է հստակ քաղաքական առևտուր եւ կոնկրետ արդյունք, ինչ որ բանի դիմաց ինքը բաց կթողնի մեր գերիներին եւ բարձր հավանականությամբ փուլ առ փուլ, ինքը այդքան միամիտ չէ, այսպես ասեմ, որ միանգամից բոլորին ճակերտավոր էժան գնով բաց թողնի։ Ու այստեղ կարծում եմ ամերիկյան կողմը բավական հետաքրքրություն կարող է ունենալ ու բավականին շատ բան ունի տալու, նույնիսկ ավելին ասեմ, Հայաստանին բաց թողնված բենզին, դիզվառելիք, ցորեն եւ այլն, այս ամենը Ալիևը արել է ամերիկյան կողմի հետ հարաբերությունները բարելավելու համար, ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների համար։ Եվ դա ինքը ուղիղ է հայտարարել։ Ռուսական երկաթգիծն էլ է բացել Ալիևը։ Այո, բայց բացել է ինչի համար, որովհետև Ալիևը ցանկանում է ազատվել 907 բանաձևից, Ադրբեջանի դեմ ամերիկյան սանկցիաների բանաձևից, որի մասով խոստում կա արդեն Ադրբեջան-Ամերիկա օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ, եւ նաեւ հիմա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցին։ Եվ իրենք շատ ծանր են տանում 907 բանաձևը ու առ այսօր դեռ Թրամփի իշխանությանը չի հաջողվել, որ կոնգրեսում ամբողջապես չեղարկեն 907 բանաձևը։ Եվ վերջերս, երբ երկու փուլ բենզին դիզվառելիք տվեցին, հետո ցորեն բաց թողեցին եւ այլն, Ալիևը ուղիղ հայտարարեց, որ տեսեք, մենք այսքան դրական ժեստեր ենք անում, իսկ 907 բանաձևի համար հիմքային էր, որ Հայաստանի շրջափակված ենք պահում, հիմա մենք արդեն հումանիտար մատակարարումները բաց ենք թողել։ Հստակ է, որ իրենք այս ժեստը անում էին նաև Վենսի այցի նախաշեմին, որպեսզի հետո Վենսը նաև դա ցույց տա կոնգրեսին, որ չեղարկեք։ Այսինքն իր համար, Ալիևի համար ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները, այդ թվում անվտանգության ոլորտում շատ կարևոր են, իսկ այս բանաձևը ու հայկական ազդեցիկ սփյուռքը կամ ժամանակին ազդեցիկ սփյուռքը իր համար բավականին ծանր
Այսինքն Ադրբեջանի կողմից այս քայլերը ժամանակավոր բնույթ են կրում։ Իհարկե։ Ադրբեջանի կողմից խաղաղության հետ կանգնել այս process-ից։ Գլխավոր հարցը այն է, որ մեր ժողովրդին չպետք է խաբենք։ Ադրբեջանը ոչ թե պատրաստվում է խաղաղության, այլ շարունակաբար պատրաստվում է պատերազմի։ Եթե պատերազմի չի պատրաստվում, ինչու է այս գործընթացին զուգահեռ իրենց ռազմական բյուջեն բազմապատկում դրա 30-40%։ Նայեք, 1000 ու մի պատճառը կամ կարող է լինել Հայաստանը, կամ կարող է լինել Իրանը, բայց Ադրբեջանը ինչ է անում, մինչև հիմա իրենք ուղիղ տեքստով օգոստոսի 8-ից հետո էլ քանիցս Ալիևը հայտարարել է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չտան, մենք ուժով կարող ենք բացել։ Եվ սա նշանակում է, որ իրենք ամեն դեպքում ուժի գործոնը դեռ կիրառում են, առնվազն իրենց պետք է Զանգեզուրի միջանցքը։ Եթե իրենց ուզած պայմաններով չլինի կամ իրենց պահանջած, իրենք փորձելու են ուժ կիրառել։ Բացի դրանից ուժ կիրառել Վաշինգտոնի դեմ։ Չէ, Հայաստանի դեմ։ Իսկ դուք ինչ գիտեք Թրամփի գնալուց հետո ինչ է լինելու Վաշինգտոնի քաղաքականությունը։ Այդպես։ Ալիևը ինքը գիտի, որ ինքը կայուն է, նույնիսկ Վաշինգտոնյան իշխանությունները կայուն չեն։ Բավականին իմաստուն է։ Այսինքն այնպես չի, որ Ալիևը հեռու չի նայում, ինքը շատ հեռու է նայում։ Չհաշված արևմտյան Ադրբեջանի կեղծ օրակարգը, որը ինքը էլի պահում է մեր գլխին որպես դամոկլեան սուր։ Եվ եթե հնարավորություն ունենա, իհարկե ինքը ոչ միայն Սյունիքը կգրավի, այլ նաև Հայաստանի մնացած հատվածները կարող է գրավել, բայց եթե կարող է ինքը գրավել առանց զենքի, տնտեսությամբ, օրինակ եմ ասում, ժողովրդագրությամբ, ինչու դա չանի։ Ու ես վստահ եմ, որ այս խաղաղասիրական կներեք բառիս համար սիլիբիլին, այդ թվում եղբայրությունը, Ալիևը ուղղակի կիրառում է որպես մարտավարական ժամանակավոր միջանկյալ միջոց ավելի շատ ստանալու համար առանց որևէ կրակոցի, բայց միևնույն ժամանակ այնինչ հիմա կառուցվում է ամեն մի հանդիպում ինչ որ մի շուղ ավելացնում է դրա, դա կարող է շատ արագ փլուզվել։ Իհարկե կարող է։ Սրա գլխավոր եւ որևէ պատասխանատու չի կարող լինել այդ դեպքում։ Նախ Թրամփի անձնական հեղինակության վրա է դա կառուցվում, սա մեկ։ Երկրորդը, այո, լավ է, որ ամերիկյան կողմը միջնորդում է ու փաստաթղթեր են ստորագրվում, որ միայն Թրամփի խոսքը չլինի, բայց խնդիրն այն է, որ երբ կա նոր իշխանություն ու գալու է, օրինակ դեմոկրատական կուսակցությունից նախագահ կա, մենք չգիտենք, թե այստեղ ինչ կուրս է լինելու, բացի դրանից Ռուսաստանի եւ Իրանի գործոնը կա։ Մենք չգիտենք Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները ինչպես են կարգավորվելու, օրինակ մի քանի տարի հետո Ռուսաստանը իր եվրոպական հարցերը լուծելուց հետո Հարավային Կովկասի հանդեպ ինչ քաղաքականություն է վարելու։ Մենք չգիտենք Իրանի վրա, որ եթե Վաշինգտոնը հարձակվի, Իրանի ռեակցիան ինչպիսին է լինելու, այդ թվում Թրամփի ուղու հանդեպ։ Ադրբեջանը ինչպես է իրեն պահելու։ Այսինքն այստեղ այնքան հարցականներ կան։ Մի կողմից ես հասկանում եմ, որ Հայաստանը պետք է շատ զգուշավոր լինի, որովհետև ռազմական բալանսը ու անվտանգային բալանսը ընդհանրապես շատ է խախտված։ Մյուս կողմից գլխավոր մեր ցավն այն է, որ մենք ժամանակը արդյունավետ չենք օգտագործում անվտանգային բալանսը վերականգնելու համար։ Ու անվտանգային բալանսը միայն միջնորդները չեն, միայն եվրոպական դիտորդները չեն, միայն հապկը չէ, նույնիսկ եթե հապկի վրա հույս են դնում, այլ նաև ու առաջնահերթորեն մեր սեփական ամրություններն են եւ բանակը եւ ընդհանրապես հասարակությունը, որը պետք է լինի կուռ, որը պետք է ունենա բարձր դիմադրողականություն։ Բայց դրա փոխարեն մենք քանդում ենք։ Մենք ասելով իշխանությունները քանդում են։ Շատ լավ, ավարտեցինք Հայաստանի ներքաղաքական գործընթացները, որոնք մեկնարկել են արդեն հասկանալի պատճառով, որևէ առնչություն ունեք դրանց հետ։ Ոչ,
Չեմ էլ ուզում ունենալ։ Ես հստակ որոշում ունեմ, որ ընտրություններին չեմ մասնակցելու, բայց հրապարակային իմ դիրքորոշումը հայտնելու եմ այս կամ այն իմ կարծիքով արդյունավետ ընդդիմադիր ուժին աջակցելով, բայց դա որպես քաղաքացի եմ անելու։ Ուղղակի նաև շարունակելու եմ որպես իրավապաշտպան արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հանրային գործունեությունը։